Ուրեմն ձեր խոհանոցը ցույց տալ 135-ամյա։ Լավ էլ։ Ահա, ամեն ինչից երևում է մեծ սրճեփներից եւ շատ բաժակներից։ Որքան շատ սուրճի բաժակ կար ձեր խոհանոցում եւ ամեն ինչ բարձր։ Եվ Երևանում չկա ուրիշ շենք, որտեղ կարելի է դաշնակցությանը պատկերացնել։ Դաշնակցությունը գտնում է այնպեսի մասն է։ Եվ դիմաց բալկոնից Արամ Մանուկյանը անկախության հռչակագիրն է կարդացել։ Ես ձեզ ասեմ, որ մենք 8%-ի համար չենք մտնում ընտրապայքարի մեջ, շատ ավելինի եւ այս ընտրապայքարում մեր դաշինքը լինելու է գլխավոր ֆավորիտ ուժերից մեկը։ Ես ոնց որ շատ ճիշտ ժամանակ եմ եկել դաշնակցություն, ով կմտածեր, որ ինձ հաջողվելու է բարև ձեզ։ Նախընտրական գործունեություն, դաշնակիցները աշխատում են, ես եղա դաշնակցությունում, գոնե դուք հաստատ չգիտեիք, որ ես այստեղ եմ, եւ դուք եք հիմա եկել։ Մի քանի հարցի Հրապարակ TV, ես Շաքե Ավոյանն եմ, սա բլոգ է նախընտրական, ես արդեն այցելել եմ մի քանի կուսակցություններ, լիովին անակնկալ, բայց ոչ այդքան անակնկալ, ինչպես հիմա ձեզ հետ եմ խոսում։ Այս աստիճանի անակնկալ չի եղել։ 88 օր, կարծում եմ 88 օր, 87, լավ, 80 եւ մի քիչ ավելի օր է մնացել ընտրություններին։ Ինչպես եք գնահատում ընդդիմության դաշտը այս պահի դրությամբ։ Օրինակ ես գնահատական չեմ կարողանում գտնել, ինչպիսին է այսօր ընդդիմությունը, դուք ասեք։ Կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտը այսօր նախ ուսումնասիրման գնահատման փուլում է եւ նաեւ կա բանակցային որոշակի գործընթաց քաղաքական ուժերի, կուսակցությունների եւ նաեւ այն ուժերի, որոնք որ ապագայում մտածում են դաշինքների կազմի մեջ։ Ապագա, այսինքն այս մի քանի օրում ապագան է, էլի, որովհետեւ դուք խոսեք կամ ես։ Դուք հարցը տվել եք, ուրեմն ես։ Եվ ընդդիմադիր դաշտը այդ վիճակում է այսօր գտնվում։ Ես կարծում եմ, որ այն խոսույթը, որ այսօր կա ընդհանուր առմամբ մեր հասարակության մեջ, պետք է ձևավորել մի քանի բևեռներ, նախ առաջինը, երկրորդը այն կուսակցությունները, այն ուժերը, որոնք որ գիտեն, որ ՇՄ չեն անցնելու, որպեսզի չփոշիացնեն իրենց ձայները, պետք է միավորվեն այդ բևեռների մեջ, եւ երրորդը պետք է ամեն ինչ անել, որպեսզի նախընտրական փուլում մեր ժողովրդին բացատրվի ստեղծված իրավիճակը, իսկ իրավիճակը չափազանց բարդ է ոչ միայն խորհրդարանական ընտրությունների հետ կապված, այլ նաեւ Հայաստանի Հանրապետությունում անվտանգության ընդհանուր միջավայրը եւ սպառնալիքները, որոնք որ գոյություն ունեն, իսկ այդ ամենը կարծում եմ, որ նրանից է, որ այսօրվա իշխող իշխանական էլիտան իրենց գործունեության ընթացքում բերել մեր երկիրը եւ մանավանդ Արցախը հասցրել է այս վիճակի եւ դա հիմք պետք է հանդիսանա, որպեսզի մեր ժողովուրդը, մեր հասարակությունը գնահատի այս իրավիճակը եւ մաքսիմալ մասնակցի ընտրություններին իր վերաբերմունքը ցույց տալու համար, թե ինչպես պետք է դուրս գալ այս իրավիճակից։ Ինչ վերաբերում է կոնկրետ մեր քաղաքական ուժին, մեր դաշինքին, ապա ապագայում դաշինքի ղեկավարությունը եւ նաեւ դաշինքի մասնակից քաղաքական կուսակցությունները, որոնք որ պետք է պայմանավորվածություն ձեռք բերեն, մոտ ժամանակներում դրա մասին հայտարարեն, ես այսօր չեմ ուզում դրա մասին խոսել, որ բնական է, որ մենք էլ իմ նշված ուղղություններով աշխատում ենք, ամենակարևորը մեր համար նաեւ նա պետք է լինի, որ այն ուժերը, որոնք որ նշված ընդդիմադիր բևեռներում կլինեն, նաեւ պայմանավորվածություն ձեռք բերեն, որ երբևիցե չեն միանա ԿՊ-ին, որտեղ ԿՊ-ն այն ուժն է, որ մեր երկիրը բերել հասցրել է այս իրավիճակի։ Բնականաբար քննադատությունը ինքնանպատակ չէ, բայց բոլորը տեսնում են, չէ, ինչի ենք մենք հասել։ Թողնելու եք, որ ես էլ հարց տամ։ Այո։
Արդեն ես մեկ հարց տամ։ Ամբողջ հարցն այն է, որ մենք ունենք 80 օր եւ մի փոքր ավելի։ Եվ այս ձեր ասած բաները, որ ես չընդհատեցի, դուք ամեն ինչ ասեցիք, ինչ որ կար իրականության մեջ, շատ է քննարկել, ուսումնասիրել, հասկանալ, ընտրողին բացատրել, միավորվել եւ այլն բաներ, որոնք 8 տարի փաստորեն չի հաջողվել։ Իսկ հիմա ունենք 80 օր։ Եվ ուզում եմ հասկանալ, բավարար է այդ 80 օրը ձեր կարծիքով։ Ընդդիմությունը արդյոք շատ դանդաղաշարժ չէ, եթե ես բնութագրեմ ընդդիմության, այսպես ասած, ստեղծած պատկերը։ Նախ ընդդիմությունը հանձինս նաև մեր խմբակցության եւ որի հիմնական առաջատար ուժը նաև հանդիսանում է հայ հեղափոխական դաշնակցությունը, որպես կառուցվածքային, այսպես եւ նաև ազգային մեծ փորձ ունեցող ստորաբաժանում, իրենց գործունեությունը ազգային ժողովից բացի նաև մեր հանրության հետ մշտապես իրականացրել են եւ եթե դուք տեսնում եք, մենք նաև վերջին ժամանակահատվածում համայնքային հանդիպումները մենք շարունակում ենք։ Եթե նկատել եք նաև օրինակ մեր падգամավորների եւ հատկապես Իշխան Սաղաթելյանի կողմից բավականին դիդակտիկ ձևով, պատկերավոր ձևով, նաև սլայդների վրա ներկայացվում է իրավիճակը, ինչն է հանդիսացել պատճառ, որ մենք այս իրավիճակում ենք գտնվում, ուժերի դասավորվածությունը, նրանց միջև կատարվող աշխատանքը եւ հիմնական այն թեզերը, որ մենք պետք է այդ ուղղությամբ աշխատանք տանենք եւ այդ հանդիպումները նաեւ նպատակ ունեն, որպեսզի մեր ժողովուրդ, մեր հասարակությունը փոխադարձ վստահության, փոխադարձ հարգանքի մթնոլորտում նաև լրացնի մեր, ինչու՞ չէ, մեր նպատակները, մեր ծրագրերը։ Կարծում եմ, որ մշտապես ժողովրդի հետ աշխատելու տեղ ունենք։ Հիմի դուք ասում եք 80 օրը եւ բավարար է եւ կարող է նաեւ քիչ լինել, եթե ընթացքում մենք աշխատանք չենք տարել, բայց կարծում եմ, որ նաեւ գոյություն ունի նախընտրական քարոզչական ժամանակահատված, որ մենք պետք է այնպես անենք, որ խախտումներ չլինեն, այնպես ինչպես օրինակ այսօր պրայմերիզի անվան տակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկուսակցական քարոզչության ներքո քարոզչության անվան տակ օգտագործելով իրենց պետական բոլոր ռեսուրսները, վարչական բոլոր լծակները, մեքենաներ, չգիտեմ, ուժային կառույցներ, ոստիկաններ եւ այլն, այսօր իրենք սկսել են այդ օրենքի խախտմամբ իրականացնել այդ քարոզչությունը։ Մենք մեր գործունեության մեջ եւ զգուշավոր ենք եւ ձգտում ենք մեր ամեն ինչը աշխատանք իրականացնել օրենքի շրջանակում։ Շատ լավ, եւ մի հարցեր եմ տալու, կներեք, էլի ես հիմա չեմ կարող, ես լրագրող եմ, չեմ կարող հնարավորությունը բաց թողնել։ Գիտեք ինչն է հարցը։ Որ հարցրել եմ ընկեր Իշխանին, այստեղ իրանք ընկեր են ասում, ընկեր Իշխան։ Պարոն, ես էլ եմ ասում։ Բայց ես ասեմ պարոն Օհանյան։ Ասեք։ Հարցրել եմ շատ կարևոր հարց։ Ինչպես է աշխատելու ընդդիմությունը, ընդհանուր դաշտը։ Պատկերացնում եք ինչպես է։ Դուք եւ մրցակիցներ ունեք ընդդիմադիր եւ ունեք ընդդիմախոս իշխանության տեսքով։ Այսինքն դուք երկու ֆրոնտով եք գնում ընտրությունների, քանի որ չմիավորվեցիք մեկ ճակատի մեջ, դուք գնում եք երկու ֆրոնտով։ Այն դեպքում, երբ իշխանությունը մեկ ֆրոնտով է ձեր դեմ աշխատում, բոլորդ իր համար մրցակից եք, իսկ ձեզ համար մրցակից է երկու տարբեր իշխանություն եւ այլ ընդդիմադիր։ Ինչպես եք վարվելու ընդդիմադիրների հետ, որոնք հնարավոր է ձեզ կդիտարկեն մրցակից եւ ձեզ կարող են նույնիսկ ձեր դեմ պայքարել։ Դուք ինչ եք անելու։ Տեսեք, ընդհանուր առմամբ եթե խոսքը վերաբերում է ֆրոնտներին, ճակատներին, ապա ճակատամարտերին նույնիսկ, ապա ճակատները այսօր երկու ճակատ է ձևավորված՝ իշխանական ճակատ եւ ընդդիմադիր ճակատ, ընդդիմադիր ճակատի մեջ լինելու են մի քանի կամ ուղղություններ, կամ բլոկներ, ինչպես մենք ասում ենք, եւ այդ աշխատանքը հիմնականում իրականացնում են քաղաքական ուժերի, կուսակցությունների ղեկավարները։ Ես
ճիշտ է, ես ինձնից այդ ամենը չեմ գցում, բայց ես խմբակցության ղեկավար եմ եւ կուսակցության անդամ չեմ։ Կուսակցության ղեկավարներն են իրականացնում այդ բանակցությունները եւ կարծում եմ, որ լինելու է հաջողություն, կարծում եմ, որ ժողովուրդը արդեն ոչ թե արդեն ժողովուրդը հասկանում է ամեն օր աշխատանքի ընթացքում ժողովուրդը ինքն է ներկայացնում, որ իրավիճակը բարդ է եւ որբեզի վատ աշխատողի, օրինակ զինվորական լեզվով ասեմ, եթե զորամասի զորամասում լավ չի իրավիճակը, զորամասի հրամանատարին փոխում են, հա, կամ ստորաբաժանման։ Այսօր Հայաստանում Հայաստանի շուրջ լավ չի իրավիճակը, ապա քաղաքական այդ ուժին այսօրվա իշխանությանը պետք է հեռացնել միանշանակ։ Չէ, ես ուզում եմ ընդդիմադիրների դեմ պայքարելու եք, թե մեծահոգի եք գտնվելու։ Ես պատասխանեցի։ Ես չհասկացա։ Շատ վատ կլինի, եթե ընդդիմադիրները իրենք իրար մեջ մրցեն։ Իհարկե ստեղծված իրավիճակից ելնելով մեկ ցուցակով դժվար է, որ բոլորը գնան, բայց ձևավորված ընդդիմադիր մի քանի ուղղությունները, մի քանի բլոկները պետք է աշխատեն նույն ճակատում։ Ես ի սկզբանե ասացի, զինվորական լինելով ճակատում երկու ուղղություն է լինում, հարձակող եւ պաշտպանող, չէ՞։ Հիմա պաշտպանող ճակատը այսօրվա իշխանությունները փորձելու են իրենց աթոռները պահել, իրենք ամեն ինչ անում են, նույնիսկ միջև ընտրությունները։ Իսկ մեր ճակատը փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի չհուսահատեցնի մեր ժողովրդին եւ որպեսզի հեռացնի։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Ես այսպես արդեն եկեք մեր հրաժեշտը, այո։ Եկեք։ Այս սենյակում եք եղել, է՞։ Չէ, սենյակում չեք եղել, սա Երևան մարմնի նախագահ սենյակն է։ Եվ սա ինքը ուզում ամփոփի դուք Շատ լավ, գիտեք, պետք է ամփոփենք, որովհետև անհնար է հաղորդում պատրաստել մի քանի ժամանոց, բայց դաշնակցության դեպքում հնարավոր է մի քանի ժամանոց հաղորդում պատրաստել։ Ահա, այդպես է ստացվում։ Ահա, սա մի կուսակցություն է, որտեղ բոլորի սեղանին դրված է Արցախի դրոշը, որտեղ այս գրասենյակը, գիտեք ինչ, ներծծված է պատմությամբ, ներծծված է այն հաղթանակներով ու ձեռքբերումներով, որոնք հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում ունեցել է։ Այսպես կարծես մեր պատմության խիղճը լինի, այստեղ կուտակված եւ մտնում ես ամեն սենյակ մի պատմական դրվագ գալիս է աչքիդ առաջ ու դու հասկանում ես, որ իրոք դաշնակցությունը չի կարող դուրս գալ այսպես քաղաքական խոսակցությունից երբևէ։ Հիմա բոլորը լիահույս են, որ անցողիկ շեմը խնդիր չի, ավելի շատ մեծ, կրկնակի եւ եռակի գուցե եւ հնարավոր կլինի այս դաշինքով հավաքել, իսկ ինչ օրինակ մտահոգություններ կարելի է ունենալ այս ընտրությունների հետ կապված։ Այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է։ Եթե այս իշխանությունները կարող են ուրանալ քո հայրենիքի մի կարևորագույն հատված եւ այդ ուրացումը բարթել ուրիշների վրա, այս իշխանությունները իրենց աթոռը պահելու համար ամեն ինչի ընդունակ են։ Այստեղ մտահոգվելու բան կա, էլ այսպես հանգիստ ուրախզված չէ։ Խոսեցիք անշուշտ կա, բայց դուք խոսեցիք նաեւ անցողիկ շեմի հետ կապված, ես կարծում եմ, որ Դաշնակցությունը կուսակցությունը չի, որ մտահոգվի անցողիկ շեմը հաղթահարել չհաղթահարելով, որովհետև նախ եւ առաջ այս ընտրությունները մեր համար ոչ թե մի քանի մանդատ ավել ունենալու կամ չունենալու հարց լուծելու միտված ընտրություններ են, այլ այս ընտրությունները մենք իրոք դիտարկում ենք որպես հնարավորություն այս իշխանություններից վերջնականորեն ազատվելու եւ այդ հնարավորությունը մենք առավելագույնս օգտագործելու ենք, անշուշտ նորից եմ ասում, պատրաստ լինելով նաեւ բոլոր այն սցենարներին, որոնք այս իշխանություններից մենք Այսինքն հեշտ պայքար չի, էլի, մտահոգիչ բաներ կան, ինչքան էլ դուք հիմա ասեք, որ սա դասական սովորական ընտրություններ չեն։ Սա սովորական ընտրություններ չեն եւ ճիշտն ասած, ինչպես ես, այնպես էլ ընտրողը առանձնապես չի հավատալու այն խոսքին, որ մենք հանգիստ ենք եւ չկա անհանգստանալու ոչինչ, որովհետեւ այսօր կյանքը աննախադեպ է եւ ոչ միայն Հայաստանում, կարծես թե։ Գիտեք, այսօր
Ես գրասենյակ գալուց այսօր նկատեցի, չնայած 2-3 օր առաջ ասում էին ընկերներս, բավականին հսկայական 3 ցուցանակ Իսակովի պողոտայի 3 բարձրարկ շենքի վրա հագցրել են 2 ցուցանակ իրենց խաղաղության լոգոյով, մի ցուցանակ արանքում քաղաքացիական պայմանագիր եւ մտածում եմ, որ եթե մեր անկախ պետության պատմությունը նայենք, սա մի իշխանություն է, որ այս երկրին ավելի շատ պատերազմ է բերել, ավելի շատ չարիք է բերել, ավելի շատ դժբախտություն է բերել, այսօր եկել այդ նույն ժողովրդին փորձում է համոզել, որ ինքը խաղաղության սիմվոլն է։ Եվ ես լիահույս եմ, որ մեր ժողովուրդը, գիտեք, հազար ներողություն, բայց պետք է ասեմ, հավի հիշողություն չունի, էլի։ Այսինքն շատ հեռու անցյալում չի եղել ինչ որ եղել է։ Մեր ամբողջ իշխանությունները իրենց բոլոր բացական ու դրական կողմերով հանդերձ այդքան չարիք չեն բերել այս ժողովրդի գլխին, ինչքան սա է բերել։ Ու այսօր խաղաղության աղավնու կամ խաղաղություն բերողի դիրքերով հանդես գալը խաղաղության սրտիկ, հա։ Եվ այսօրվանից այո, շատ ճիշտ եք դուք նկատել, իրանց այդ բաները կծրել են քարոզչությունը սկսել են անել, մարզից մարզել գնում։ Ես նկատել եմ, ճիշտ է, կարևորն այն է դուք նկատեք եւ դուք էլ սկսեք։ Այստեղ իմ նկատելը կարծես թե փաստի արձանագրումից բացի ոչինչ չի տալիս եւ ես ուզում եմ տեսնել ինչ են նկատում կուսակցությունները եւ երբ են սկսելու իրենց ակտիվ գործունեությունը։ Այսօր որոշ հարցերի պատասխան ստացա, տեսա որ գոնե դաշնակցությունում որևէ կերպ մեղադրել անգործության մեջ մենք չենք կարող։ Եվ դրան Քրիստինեն, որ ինձ ուղեկցել է բոլոր սենյակներ, լսել է բոլոր ինտերվյուները, եւ ձեր վերջի մտքին եթե ավելացնենք նաեւ մեր էությունը բնութագրող հատկանիշներից մեկը, մենք միշտ էլ գործ ենք արել, պարզապես այդ գործի մասին երբեք մենք չենք տենց բարձրացնել։ Դե ուրեմն սխալ եք արել, դե ուրեմն պետք է բարձրաձայնել։ Գուցե ինչ որ բաների մասին այո, բարձրաձայնել, բայց որովհետև մենք չենք, եթե մենք միշտ անենք նույն բաները, մենք կունենանք նույն արդյունքը, եւ եթե մենք ուզում ենք այլ արդյունք, մենք պետք է անենք այլ բաներ եւ նոր բաներ։ Պետք է բարձրաձայնեք այն ինչ որ անում եք։ Կարծում եմ, սա էլ իմ խորհուրդը թող լինի դաշնակցությանը։ Շնորհակալություն։ ձեզ շնորհակալ։ Հետաքրքիր, շատ այսպես դռնված ընդունելության համար եւ իհարկե մենք գտնվում ենք այն քաղաքական ուժի տանը, որը երբեք թույլ չի տա, որ Հայաստանի անկախության հռչակագիրը դուրս մնա երկրի գլխավոր օրենքից, մայր օրենքից։ Այո, եկեք ձեզ ուղեկցեմ։ Սենյակը 13-րդն է։ Հա, մենք եթե տեսակ տենց Սնահավատ չեք։ 13-ը։ տենց պաշտոններ, բան չունենք, Հա, այստեղ։ բայց համարակալված են սենյակները, այնպես է որ Այստեղ մի յուրահատուկ սենյակ եմ ուզում ձեզ ցույց տալ, սա ես այս հաղորդումը կարող եմ անverջ երկարեցնել։ կարող եք ուշակել իմ սենյակը, բարև ձեզ Բարև ձեզ, որովհետև այսպիսին է դաշնակցության գրասենյակում, ահա այսպիսին են սենյակները։ Սա մեր կամավորական շարժում ՀԿ-ի հիմա գրասենյակն է փոքր։ Դուք կամավորական շարժմանը գիտեք այն հայտնի սեպտեմբերի 27-ին Արամ Մանուկյանի արձանի մոտ որ հավաքվեցին եւ պատերազմ գնացին մի քանի ժամ անց 2016-ի պատերազմից հետո արդեն կամավորական շարժումն է Շուշիի լեգենդար բանի գումարտակի հիման վրա ստեղծված, բայց ընկեր Արտաշես էլի ավելի մանրամասն կարող է ասել։ Շատ լավ։ Բարև ձեզ։ Ընկեր Արտաշես։ Սա Եվրոպական դաշնակցության ազատամարտիկների հանձնախմբի գրասենյակներ, որը հետո երբ որ կազմավորվավ արդեն կամավորական շարժում հասարակական կազմակերպությունը, նույն այդ ազատամարտիկների հանձնախմբի հանձնախումբներ նախաձեռնող խումբը կամավորական շարժում հասարակական կազմակերպության հիմնադրման։ Հիմնականում Ես տեսնում ձեզ համար երևի նույնիսկ շատ հեշտ չէ այստեղ նստել ու անընդհատ այսպես։ Ընկեր Վահանին տեսակ։ Ընկեր Վահանը, այո, տեսա։ բոլոր դեպքերում Տեսնում եք։ մեր մարտական ընկերներն են, որոնցի շատակն են Այո, պահում եք, այո։ Եվ իրենց կիսատ թողած գործը շարունակեն։ Հետաքրքիր է։ Ընկեր Քրիստինեն եւ այստեղ է եւ այնտեղ շարունակենք։ Շարունակենք։
Ինձ թվում է Ամենտեղ մոտավորապես երկու մասից բաղկացած 2.5 ժամանոց 20 րոպեանոց հաղորդումներ եմ ունեցել։ Այստեղ Դաշնակցության գրասենյակը ճանաչելու համար երևի մի քանի ժամանոց հաղորդում է պետք է, չգիտեմ ինչպես է դա հնարավոր բարև ձեզ։ գրասենյակներից մեկն է, սա ամենաերիտասարդական գրասենյակներից մեկն է, Հանրային կապերի գրասենյակը։ երիտասարդ դաշնակցականն է։ Բոլորը մեր միությունների անդամներ են Արցախից, Հայաստանի երիտասարդական միությունից, ուսանողական միությունից եւ ունենք նաեւ մեր Սփյուռքայ ընկերով մեստեղ չէ, այսպես։ Մենք հետաքրքիր բան ունեցանք, պարոն Մանուկյան, այսպես էքսկուրսիա կուսակցության շրջանակում, այստեղ հենց հին այդ կուսակցության համոհոտը զգացվեց։ Եվ ես ենթադրում եմ, որ առաջիկա 80 օրը դուք կհասցնեք նաև այդ զգացողությունը փոխանցել նաև ձեր ընտրողներին։ Շատ կիսատ է, այն ինչ որ նկարեցի, դաշնակցությունը ամբողջական չէր, ունեք մտեք դաշնակցության պատմության թանգարան։ Կմտնեմ, նույն կգամ կմտնեմ։ Ասեմ ինչ։ Այսօր մենք ապագային ենք նայում։ Շատ խորհրդանշական բաներ կա։ Այս քարի տակից հելասներ, որ խոսում են ինքնիշխանություն, այդ դաշնակցությունը, ուրեք այնտեղ Տիգրան Ծամհուրի կողմից փետրվար ամսամության ժամանակ 21 թվականին կառավարության շենքի վրա բարձրացված եռագույն դրոշը կա։ Եռագույնը պարզել է բոլշևիկները խփել են։ Որպեսզի պարզ լինի, այս պետություն, պետականություն, ինքնիշխանության պաշտպանը զինվորն ու ծառան ով է։ Այո։ Շնորհակալ եմ ես։ Ահա, ես էլ եմ գնում։ Եկեք ես Հաջողություն ձեզ։ Շնորհակալություն, ամենադրմբաց գրասենյակն էր, ներծծված պատմությամբ։ Երևի շատ մարդ պետք է գա այս գրասենյակը ցույց տա ներս ու դուրս, որպեսզի մարդիկ տեսնեն, որտեղ է Երևանում ապրում մեր պատմությունը։ Շնորհակալություն, որ ցույց տվեցիք այդ պատմությունը։ Մեծ հաճույքով։ Էլի եմ գալու։ Լավ մնացեք։ Հա? Հա, շենքը պատվան։ Ցույց եմ տալու ամեն ինչ, այն ինչ որ մեր մարդիկ գիտեին, բայց մոռացել են։ Մի մասն էր առնվազն մի քանի դռներ կան, որ մենք չհասցրեցինք այս անգամ, մյուս անգամ դրանք էլ ցույց կտանք ձեզ։ Այո։ Ահա այսպես։ Ինչու ոչ։ Սա էլ է մերը։ Արագացնել է մերը։ Սա էլ է մերը։ Եվ իհարկե Արագածի կողքին մենք ունենք նաև Արարատ լեռը։ Եվ սա էլ է մերը։ Ընդհանրապես, այո, մենք։ Սա դաշնակցությունն է։ Եվ այսպես այս կուսակցությունում սուրճ էլ խմեցի։ Ընկեր Քրիստինեն այո առաջարկեց եւ ես դաշնակցական զրույցներից բացի դաշնակցական սուրճը վայելեցի եւ արդեն գնում եմ ձեզ չեմ խանգարում։ Ձեր խանգարել շատ օգնել եք, շնորհակալ եմ շատ։ Հուսով եմ, որ կուսակցությունն էլ այցելեմ ինչ որ բանով լուսաբանելով նրանց գործունեությունը, օգնած կլինեմ նրանց աշխատանքին։ Լավ մնացեք, հետևում ենք ձեր ելույթներին եւ հեռանում ենք դաշնակցությունից։ Հաջողություն ձեզ։ Ահա, այսպեսին էր այսօրվա մեր զրույցը քաղաքականացված գրասենյակում եւ ես պետք է խնդրեմ, որ դիտեք բոլոր մասերը, իսկ ընդհանրապես հետևեք մեզ Հրապարակ TV բլոգներին։ Այս բլոգը վարեց Շաքե Ավոյանը։ Շնորհակալ եմ առայժմ։